Բարև հարգելի ունգընթիրներ, ագընթիրներ եւ սիրելի լեմագաններ։ Վանաց այնեն ցեզի հետ ենք հոյետալեմի արձիվ հայդակրով։ Այսօրվան մեր հայդակիրը նվիրված է հայոց ցեղասպանության 110-րդ ամյակին։ Ցեղասպանութենեն բանջադիրություն խորակրով։ Հայդրակրին գրնակ հետևիլ Վանաց այնի գայքեջով, ինչպես նաեւ գրնակ դիդել հոյետալեմի եւ Վանաց այնի թիմադեդրի զույգ էջերով։ Այս տարի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը կփոլորենք։ Ոճիրը ժամանակավրեպ չէ սակայն։ Ճիշտ է, որ 110 տարիներ անցած են, սակայն Արցախի քարորյա պատերազմը, 40-օրյա պատերազմն ու գորուստը դակավին գարձես 3 էր։ Այսինքն, պատերազմն ու գորուստը դակավին գարձես 3 էր։ Այսինքն, որքան թարմ է ոճիրը, նույնքան էլ վար է ու հաստատ մեր բանջադիրության ոգին։ Ցեղասպանութենեն բանջադիրություն երթը երկար է ու դժվար։ Սակայն բայկարն ալ շարունակական է։ Ցեղասպանության 110-րդ ամյակին Արցախի մերօրյա ցեղասպանության եւ բանջադիրության շարունակականության մասին անդրադառնալու ու զրուցելու համար այսօր արցանց արձիվ հայդակրին հյուրն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Գրբեյանը։ Բարև ընկերուի, շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդառաջեցիք, բարի եկած եք։ Ողջունում եմ, շատ շնորհակալ եմ հրավերի համար, իմ ջերմ սրտագին ողջույնները բոլոր լեմականներին։ Ցեղասպանութենեն բանջադիրություն, հասանք 2025, եւ ահա առաջիկա շաբաթը 110-րդ ամյակն է այս երթին։ Գրնանք անդրադառնալ, թե այս տարվա ցեղասպանության ոգեգոճումը ինչպես եւ ինչով կդարբերի նախորդ տարիները։ Այս դարվան մարտահրավերները ինչ են։ Ամեն տարի իր յուրատեսակ մարտահրավերներն ունի, այս տարին եւս բացառություն չէ, ու առհասարակ 2020 թվականից անդին հետ պատերազմյան շրջանում այդ մարտահրավերները չափազանց կարևոր ու չափազանց գոյութենական են մեզ համար։ Շատերը չէին հավատում, որ ընթացքը այնպիսի ընթացք ունենա այս կործանարար քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության օկուպացիոն իշխանությունների, որ մենք մի իրավիճակում կհայտնվենք, երբ Հայաստանի Հանրապետությունը, պետական ինստիտուտները ներկայացնող այրերը կսկսեն նույնական թեզեր արծարծել, ինչպիսիք արծարծում են դարեր թուրքերը, կսկսեն այդ նույն խոսույթով խոսել սեփական ժողովրդի հետ, կսկսեն մերժողական քաղաքականություն վարել եւ շատ մեծ հավակնություններ կներկայացնեն այդ մերժողական քաղաքականությունը հայ ժողովրդին պարտադրելու առումով։ Եվ մեզ համար այս օրերին չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս դիրքորոշումի արտահայտումը, յուրաքանչյուրիս անհամաձայնության արտահայտումը եւ թերևս ամենագլխավոր մարտահրավերը, որը կառանձնացնեմ, սա է։ Մենք պիտի համախմբվենք մեր դժգոհության արտահայտման հարցում եւ պիտի հստակ լինենք, շատ հստակ։ Այստեղ սակարկման տեղ չունենք, սակարկման հնարավորություն չկա եւ անթույլատրելի է պարզապես այս կարմիր գիծը հատելը, որովհետեւ մենք խոսում ենք ոչ միայն մեր ապրողներիս իրավունքների մասին, այլ մեր ապագա սերունդների հավաքական իրավունքների պաշտպանության, այդ իրավունքների համար մղվող պայքարի մասին։ Հետևաբար մենք շարունակողն ենք ընդամենը այս շրջափուլում, այս պատմական շրջափուլում մեր նախնիների գործի շարունակողն ենք։ Ուստի շատ մեծ պատասխանատվություն կա մեր ուսերին արժանի լինելու մեր նախնիների մղած պայքարին, պահանջատիրության պայքարին եւ այդ պայքարի ջահը հաջորդ սերունդներին փոխանցելու համար այս այն վառ պահելը եւ այս ընթացքը պատվով անցնելը։
Ցավալին այն է, որ այս տարի Հայաստանի իշխանությունը վարչապետը հատկապես կասկածի տակ կառնեց ցեղասպանությունը։ Հոս մի քանի հարցերու թիմաց կգտնվինք, հիմնականը կարելի է նշել, որ եթե մենք չենք հավատար եւ համոզված չենք, ինչ պիտի ելլա օդարին գեցվածքը։ Անթույլատրելի է։ Սա թշնամական քաղաքականության կրկնություն է եւ պատահական չէ, որ ես այս իշխանություններին անվանում եմ օկուպացիոն, իրենք Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում են թուրք-ադրբեջանական շահերը, իրենք սպասարկուն են այդ շահերի եւ հետեւաբար օկուպացնում են Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, կոլաբորացիոնիստների հանցախումբ է, որը զարմանալի չէ, որ այս տեսակ թեզերը առաջ քաշին, զարմանալին այն է, որ իրենք ունեն հայի անուն եւ ազգանուն։ Հետեւաբար այստեղ է այդ մոլորությունը, հայ մարդու մոլորությունը, որ անհավատալի մի իրավիճակում է հայտնվում, երբ հայի անուն եւ ազգանուն ունեցողները առանց որևէ ամոթի կրկնում են, նույնությամբ կրկնում են թուրքական քարոզչական թեզերը։ Սա հանցագործություն եմ համարում սեփական ժողովրդի նկատմամբ եւ մենք որպես հավաքական միավոր Հայաստանը, Սփյուռքը պիտի պահանջատերը լինենք մեր իրավունքների պաշտպանության, պիտի մեր դժգոհության ձայնը լսելի դարձնենք եւ այդ ձայնը պարտադրենք թե Հայաստանի ներսում հակահայկական ուժերին, թե արտաքին ճակատում թշնամական ուժերին։ Ցերտի դանգյունեն հայ եղափոխաշունչ երդասարտը ինչ գրնայերակորձել կամ ցերկ ցկել իշա հայտադին։ Այսինքն այսօր եւ ամեն օր գորուսներ գարցանակրենք եւ ամեն օր նոր հայտարարություններ գլսենք։ Մեյմը տշնամի են, մեյմը Հայաստանի իշխանութենեն։ Մեր գարելիության սահմանները ինչպես կջշտվի։ Հայր 10 տարի յետք հայ երդասարտին բարդականությունը ինչ է։ Չվհատվել, չհուսահատվել, որովհետև դա հանցանք է եւ մեղք է սեփական պատմության, սեփական ժողովրդի, սեփական ինքնության նկատմամբ։ Մենք իրավունք չունենք ընկրկելու, մեր պայքարն արդար է եւ ազնիվ է, հետեւաբար մենք շարունակողը պիտի լինենք այն արդարության պայքարի, որը մեր հայրերն ու մեր պապերն են մղել։ Սա մեր բաժին պատասխանատվությունն է եւ ես կուզեմ, որ հայ երիտասարդը իր ինքնության տերը լինի։ Գիտեք, ես միշտ Բաղդադում եմ 15 թվականին հաջորդած ընթացքը այս օրերի հետ, որովհետև շատ նման է հուսահատության ալիքը, շատ նման են իրադարձությունները, որոնք տեղի ունեցան իրենց բովանդակությամբ եւ բնույթով։ Ու եթե մեր նախնիները 1915 թվականին հաջորդած շրջափուլում մտածեին, որ այլևս ոչինչ չունեն անելու, որովհետև մեծագույն ոճիր է գործվել իրենց նկատմամբ, մենք այսօր չէինք ունենա այն, ինչ ունենք, մենք այսօր հավաքական Հայաստան, Արցախ, Սփյուռք ինքնության տերն ու իրակալը չէինք լինի, եւ ես ուզում եմ, որ ամուր կարճած մնանք այդ ինքնությունից եւ վստահ լինենք, որ յուրաքանչյուր փոքր գործ, յուրաքանչյուր փոքր ջանք իր հավաքական ազդեցությունն է ունենալու մեր պայքարի դեպի հաղթանակը տանող ճանապարհին։ Պիտի շատ բարձր խոսենք մեր իրավունքների մասին, պիտի բոլոր հնարավոր եւ անհնարին դռներն ու պատուհանները փակենք մեր ձայնը լսելի դարձնելու համար, այսօր առավել քան երբևէ, որովհետև ինչպես արդեն նշեցի, ցավալիորեն հայկական պետականությունը ներկայացնող այրերը չեն սպասարկում հայ մարդու, հայկական պետականության եւ հայկական ինքնության շահերը, ուստի մեր յուրաքանչյուրի ուսերին է դրված այդ պատասխանատվությունն ու այդ ջանքի ներդրումը։ Շարունակական է։
Ինչպես պիտի շարունակվի պայքարը, ներքին եւ արտաքին ոչ ուշադրիչ պայմանները զուգահեռ։ Վճռականորեն ես բոլոր հնարավոր եւ անհնարին եղանակներով մենք կարծում եմ, որ գործունեության շատ մեծ դաշտ ունենք, հնարավորությունների շատ մեծ դաշտ ունենք, թեև մեզ հակառակում են փորձում համոզել, բայց ես ուզում եմ, որ մեզ ունկնդրող եւ ակնդրող երիտասարդները եւ ոչ միայն երիտասարդները շատ հստակ հասկանան, որ այդ հնարավորությունները կան եւ այդ հնարավորություններից որքան էլ որ դժվար լինի, պիտի օգտվել եւ որքան էլ որ անհնարին թվա, պիտի օգտվենք։ Չպիտի հուսահատվենք, մենք ցանկացած հնարավոր ջանք պիտի գործադրենք առանց վհատվելու, առանց սրտնեղելու եւ առանց հուսահատվելու։ Շատ անելիք կա ոչ միայն ինքնության պահպանման գործում, այլ նաեւ մեր արդար պայքարի ջահը վառ պահելու հարցում։ Եվ այս համատեքստում ցեղասպանության 110-ամյակի միջոցառումները չափազանց կարևոր են, հիշատակի խնկարկության միջոցառումները վաղուց պիտի արդեն պահանջատիրության պայքարի վերաձևակերպվեն եւ մենք պիտի հստակ հասկանանք, որ սա, ինչպես արդեն նշեցի, սա միմիայն մեր ապրողների իրավունքների համար մղվող պայքար չէ, սա Հայաստանի հայկական պետականության, հայ մարդու, հայկականության հարատևման, հավերժության համար մղվող պայքար է, յուրաքանչյուր հայ մարդու ներկայի, ապագայի եւ անցյալի հայ մարդու իրավունքների պաշտպանության, հավաքական իրավունքների պաշտպանության համար մղվող պայքար է։ Հայաստան եւ Սփյուռք կապը որքան կարևոր է եւ ինչպես այս երկուքը իրար կամփոխացնեն։ Նամանավանդ ապրիլ ամսվան ընթացքին համախմբումը որքան կարևոր կնկատեք։ Չափազանց կարևոր, որքան էլ որ փորձեմ կարևորել այդ կապը եւ ոչ միայն ապրիլ ամսվա ընթացքին, այլ առհասարակ ինձ համար անկախտելի մի կապ է Հայաստան, Սփյուռք եւ մենք միշտ Հայաստան, Սփյուռք եւ Արցախ կապի մասին ենք խոսել եւ շատ տարօրինակ է, երբ հիմա Արցախը այս համատեքստից դուրս է մնում, բայց պիտի հասկանանք, որ Արցախը դուրս թողնելու այս համատեքստից, եռամիասնության համատեքստից դուրս թողնելու իրավունք էլ չունենք։ Այս պահին թեև մեր Արցախ հայրենիքի հատվածը օկուպացված է թշնամական ուժերի կողմից, բայց Արցախի գաղափարը, Արցախի ազատագրման գաղափարը պիտի եռամիասնության հիմնարար հիմնակարերից մեկը լինի եւ աշխատանքները ու առհասարակ գաղափարները, որոնք պիտի ծնվեն եռամիասնության շրջանակներում, հենց այդպես էլ պիտի ծնվեն Արցախ, Հայաստան, Սփյուռք համատեքստում։ Շատ կարևորում եմ, մենք ցավալիորեն պառակտում եւ խզում ունեցանք մեր հարաբերությունների ընթացքին վերջին տարիներին մասնավորապես, բայց ես շատ ուզում եմ, որ ինձ այս պահին ունկնդրող, ակնդրող իմ սիրելի հայրենակիցները, ովքեր բնակվում են Սփյուռքում, շատ հստակ եւ շատ պարզ հասկանան, որ այդ պառակտումը եւ այդ խզումը թույլ տալու իրավունքը չունենք։ Մենք մեկ միասնություն ենք, մեր նպատակները մեկ են, մեր իղձերն ու երազանքները մեկ են, որքան էլ մեր հակառակում փորձեն համոզել, մենք բոլոր ուժերով պիտի դիմակայենք այդ հարցակումներին, որովհետև դրանք միմիայն ձեռնտու են թշնամական ուժերին, միմիայն ձեռնտու են հակահայկական ուժերին։ Հետևաբար
ցանկացած տարաձայնություն, որ կարող է լինել, չի կարող վերդասվել համահայկական իղձերից, չի կարող ավելի ծանրակշիռ կամ ավելի կարևոր լինել, քան հավերժական Հայաստանի գաղափարն է, եւ հետեւաբար մեր բոլոր ջանքերը պիտի ուղղված լինեն համախմբման գաղափարին, պիտի ուղղված լինեն միասնության գաղափարին։ Մենք պիտի հասկանանք, որ առանձին ոչ միայն չենք կարող մեր անհատական իրավունքների համար պայքար մղել, այլ ավելին չենք կարող մեր համազգային իրավունքների պատմական արդարության համար մղվող պայքարում հաջողություններ գրանցել։ Հետևաբար պիտի միասնաբար շարժվենք, մի կողմ դնելով տարաձայնությունները, որոնք, ինչպես արդեն նշեցի, երբևէ չեն կարող վերդասվել համազգային իղձերից եւ նպատակներից։ Խոսեցանք ցեղասպանութենեն բանջարդիրության երթին մասին։ Եզրափակելու համար բանջարդիրութենեն հաղթանակ երթը ինչպես կնկարագրեք։ Եթե մեկ բառով սա արժանապատվության երթ է, հավաքական հայ ժողովրդի ինքնության արժանապատվության երթ։ Իմ ընկալմամբ, իմ մոտեցմամբ սա մեր ինքնությունը արժևորելու, մեր կորուստները սքալու, բայց միևնույն ժամանակ այդ կորստի ցավից չկքելու, այլ ընդհակառակը այդ կորուստը մեզ համար պատասխանատվության, պատվի եւ վճռականության աղբյուր դարձնելու համար երթ է։ Ես ուզում եմ, որ ապրիլ 24-յան, ապրիլ 23-յան երթերը, որոնք տեղի կունենան աշխարհասփյուր գաղթօջախներում եւ նաեւ Հայաստանում, Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում այս ոգով լցված լինեն։ Մենք իրավունք չունենք հանձնվելու, մենք իրավունք չունենք զոհի պատմուճանը նորից հագնելու, թեև դա մեզ պարտադրում են, բայց մենք պիտի հնարավորինս բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի կարողանանք նորից ոտքի կանգնել, իսկ դա միայն պահանջատիրությամբ կարող ենք անել, արժանապատիվ պահանջատիրությամբ։ Այսպիսով հասած գլանք ցեղասպանութենեն բանջարդիրություն խորոքրով Արձիվ Հայդակրին ավարտին, որ նվիրված էր հայոց ցեղասպանության 110-րդ ադարելիցին։ Մեր Հայդակրին հյուրն էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Գրբեյանը։ Մեր Հայդակիրը դարձյալ գրնակ դիտել Հոյետա Լեմի եւ Վանացայինի թիմադեդրի զույգ էջերեն։ Գահանտիբինք տարբեր հաղորդումներով։ Հետևեցեք մեր էջերուն ու մասնագից դարձեք Լեմի ապրիլյան նախաձեռնություններում։ Ցտեսություն։